Դատավարության մասնակիցների դիրքորոշումները, ներկայացված փաստարկները արձանագրում է հետևյալը։ Անկախ ով մի դիրքորոշում է արտահայտում, բնականաբար իր տեսանկյունից գնահատականները, դրանց մեջ կան թե օբյեկտիվ տարրեր և թե սուբյեկտիվ տարրեր։ Եվ այս պայմաններում հարցը օբյեկտիվ տարրերը ինչ նշանակություն կարող է ունենալ կոնկրետ հարցի քննարկման տեսանկյունից, սուբյեկտիվ տարրերը ինչ նշանակություն։ Եվ որը կարող է 5 ամիսանալ խափանիչոցը փոխելու կամ չփոխելու, արձանագրելու, որ իրավաչափության պայմանի մեջ փոփոխություն եղել է, թե ոչ, կամ իրավաչափության պայմանը վերացել է, թե ոչ։ Այս համատեքստում հաշվի առնելով 2026 թվականի ապրիլ 17-ին դատարանի կողմից կայացված որոշմամբ արձանագրված հանգամանքները, դատարանը արձանագրում է, որ խափանմիջոցի տվյալ դեպքում այն ժամանակ ընդհանուր խափանմիջոցներն են քննարկվել, հետևաբար համակցված կիրառված խափանմիջոցների տնային կալանքի, գրավի և բացակայելու արգելքի գործողության ժամանակ իրավաչափության պայմանները չեն վերացել։ Արդյոք ենթարկվել են փոփոխության, թե ոչ։ Ենթարկվել են այդ փոփոխությունը կարող է դիտարկվել խափանմիջոցի տվյալ դեպքում տնային կալանքի փոփոխման հետ կապված, թե ոչ։ Արձանագրենք, որ մենք ունենք ընդամենը ժամանակի հոսունություն, որովհետև դեռևս գտնում ենք նախնական դատավարությունների ընթացքում ապացույցման գործընթաց չի սկսվել, ապացույցներ չեն ստացվել։ Խափանմիջոցի կիրառման հիմքում դրվել էր քրեական վարույթին խոչընդոտելու հավանական ռիսկը, այսինքն քրեական դատավարության մեջգրքով կամ դատարանի որոշմամբ մեղադարի կողմից իրավադրված պարտականություն չկատարելը առավելապես ապացուցման գործընթացին ապօրինի միջամտել։ Այս առումով անկախ նրանից, թե ինչ է արձանագրվել այս ժամանակահատվածում, մասնավորապես տնային կալանքի կիրառման պայմաններում մի շարք անձանց հետ շփման հնարավորություն, ոստիկանության ծառայության կոմպլեքս փորաբաժանման կողմից Սամվել Կարապետյանի դատական նիստերի մասնակցության ապահովման համար ուղեկցություն և մոտ 3 ամսվա ժամանակահատված, դրանք օբյեկտիվ հանգամանքներ են, բայց դատանի գնահատմամբ դրանք բավարար չեն արձանագրում, որ այդ հանգամանքները որպես փոփոխություն եթե արձանագրեն, կարող են դիտարկվել որպես խափանմիջոցի գործողության ժամանակ իրավաչափության պայմանի վերացում կամ փոփոխություն, որը կարող է խափանմիջոցը փոխելու մի քանի ամիս։ Հետևաբար այս ամենի համատեքստում դատանը գտնում է, որ խափանմիջոցի ժամկետը տնային կալանքի ենթակա է երկարաձգման։ Երկարաձգման որքան ժամանակով այս առումով դատարանը ունի որոշակի իր դիրքորոշումը։ Բնականաբար միշտ իր դիրքորոշումն է արտահայտում, հաշվի առնելով կողմերի հայտնած կարծիքները։ 1 ամիս ժամկետը հաշվի առնելով այն հնարավոր գործողությունները, որոնք ենթակա են կատարման և որի արդյունքում դատանը կարող է արձանագրել այս կամ այն իրավիճակի փոփոխություն, դատանի գնահատման ողջամիտ չէ։ 3 ամիս ժամկետի երկարացումը հաշվի առնելով, որ ինչ ապացույցներ մենք ունենք, ինչ հաջորդականությամբ դրանք կարող են հետազոտվել, որ մի դրվագի մասով դատարանը խափանմիջոցի հարցի քննարկման տեսանկյունից դա հաշվի չի առել և ապացույցների մասը վերաբերում է դրվագի, այս առումով էլ 3 ամիսը գտնում է շատ։ Հետևաբար դատարանը ողջամտության պայմաններում հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, օբյեկտիվ հանգամանքները, որոնք նշանակություն են, գտնում է, որ տնային կալանքի ժամկետը պետք է երկարաձգել 2 ամսվա ընթացքում և այն խնդիրները, որոնք դատարանը տեսել էր կամ գնահատել էր ռիսկերը ապրիլ 17-ին որոշում կայացնելիս, այս պայմանությամբ շարունակում են առկա լինել և մինչև այդ ժամկետի ընթացքը
դատանը հնարություն ունենա այլի օբյեկտիվ գնահատման արժանացնել։ Այդ ժամանակ փոփոխություն կլինի, թե չի լինի, դատանը կարձանագրի տվյալ ժամանակահատվածի, այսպես ասած, վերջում։ Այս ամենի համատեքստում դատանը գտնում է, որ արտամիջոցները հենց այն ծավալով չափով և պայմաններով, որ իրարված են եղել, պետք է պահպանել։ Դատանը ղեկավարելով քրեական դատավարության ազգերքի 31, 33, 34, 115, 116, 118, 119, 122, 123, 270-րդ որոշում է սույն գործով ներառել սանքցիալիստի քաղաքացիների նկատմամբ կիրառված տնային կալանքեր ժամկետի երկարացնել 2 ամիս ժամանակով մինչև 2026 թվականի սեպտեմբերի 18-ը ներառել։ Որոշումը ստանալուց հետո այն 10-օրյա ժամկետում ըստեյության տնային կալանքի ժամկետի մասով կարող է որոշվել վերակցելի չակարգության դատարան։ Տնային կալանքի պայմանները նույնն է, այսինքն արգելված է շփում ունենալ, արգելված է շփում ունենալ այն անձանց հետ, որոնց տվյալները ժամանակին նշվել են որոշման մեջ, մյուս անձանց հետ շփումը իրադարձվում։ Այսքան խաղամիջոցների կապված։ Պարոն Վարդանյան, ինչ վերաբերում է հնարավոր հաջորդ դատական նիստին, չգիտեմ մասնակցեք, բայց մենք ունեցել ենք մի ժամանակահատված, որ տևական է եղել ընդմիջումը, հունիսի 12-ից հունիսի 30-ին այդ ժամանակահատվածում, հիմա տարբերություն շատ քիչ է լինելու, հավատել ձեր ապահովությունները։ Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվում է «2026 թվականի օգոստոսի 4-ին ժամը 14:30-ին։ Նաև լրություն դառնիչում դատական նիստը չի ավարտվել։ Դատական նիստը չի ավարտվել։ Նաև օգոստոսի 6-ին։ Էլի 14:30-ին։ Ֆիքսեք, օգոստոսի 4, ժամը 2:30, օգոստոսի 6-ին, էլի 2:30։ Մեր նախորդ նշատման կազմիստերը մնաշը Էլի ունենք, 20 իվարկյան, օգոստոսի 11-20 եվս մնում է, 11-12 սեպտեմբերի 3-ին ունեն ու ամեն ինչ